երբ որ ձեր գրաֆիկները նայում ենք, այնտեղ առանձնացված էր հանրօգուտ հաղորդումները, լրատվական հաղորդումներ, լրատվականները հանրօգուտի մեջ չեք մտցնում, դրանք չեք մտցնում հանրօգուտի մեջ կա։ Չէ, եմ ասում, չեք մտցնում։ Հանրօգուտի չկա։ Հանրօգուտը ամբողջ աշխարհի կլասիֆիկացիայով մշակութային, կրթական, սպորտային եւ մանկական։ Լրատվությունը մեջ քարոշցում է պարունակում եւ հանրօգուտ չի կարող։ Հասկացանք։ Պարոն Հակոբյան, դուք էթիկայից խոսեցիք, բռնության կոչերից, տարիներ առաջ շատ էին դժգոհությունները, հատկապես հայկական սերիալներում, տարբեր բռնության տեսարաններից, դրանք նվազեցվել են այն նոր սերիալների մեջ, որոնք այսօր եթերում կան, չեք նկատել, որովհետև խախտում դեպքեր են տեսնում։ Ես կարծում եմ նվազել են, առաջինը, հետո մենք եկեք փորձենք շատ լավ հասկանում եք, որ պետք է տարբերակել գեղարվեստական բովանդակությունը, հա, առօրյայից քաղաքական հնչեղություն ունեցող տեքստերից եւ այլն։ Ի վերջո վիրտուալ իրականությունն է կինոն եւ մենք դա հասկանում ենք։ Եթե մենք շատ խիստ վերաբերվենք, մենք համարյա նույնիսկ լավ բովանդակությունը, չգիտեմ, միշտ բան է, չէ՞, կնքահայերն են որպես օրինակ վերում, այդպիսի ֆիլմեր կան, խոսքը գնում է ոչ թե առաջի հերթին կինոների մասին, չնայած այնտեղ էլ չափավոր լինի, այն սերիալների մասին, որոնք արտացոլում են առաջին հայկական իրականությունը եւ իրականությունը մոտիկ են, մարդիկ դա անցալում են որպես իրանց կենցաղ, հա, եւ երկրորդը լրատվական հաղորդումներում հասարակական հաղորդումներում վտանգը դա է։ Կինոին այդպիսի մեծ տարիներ չունի։ Պարոն Հակոբյան, ինչպես դուք անկախ սահմանադրական մարմնի ղեկավար եք, բայց հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ ոդկաստ եք վարում եւ որի ընթացքում տարբեր գնահատականներ եք տալիս, տարբեր հարցեր արձակում, ճիշտ է համարում ընդհանրապես նման ձևաչափով ձեր հանդեսվելը։ Ոչ, դե համար էլ չեմ շարունակում, արդեն 1 տարի չեմ վարել։ Պարոն Հակոբյան, ատելության խոսքի մասին շատ խոսեցիք, ատելության խոսք եթերում հնչում է եւ դուք արձանագրում եք կապված հիմնականում ընդդիմադիրների հետ, թե օրինակ իշխանության ներկայացուցիչների, օրինակ օրինակներով կասեք։ Բոլոր հարցազրույցներում ես ասում եմ, որ դա համթույլատրել է բոլորների կողմից։ Նաև շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները ավելի նրանք տոլերանտ դիլնեն այդ չարության խոսքի դեմ, որտեղ նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական գործնայությամբ են զբաղվում եւ նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Խոսքը գնում է ոչ թե քաղաքական վերնախավի մասին, իշխող կամ ընդդիմադիր, խոսքը գնում է հասարակ քաղաքացիների մասին։ Հա, մարդկանց, ընտանիքների, որոնց արժանապատվությունը շրջանակ ոտնահարվում է, ընտրանություններ ենք տալի, այսինքն մենք չենք ասում այս մարդը, ասում ենք ժողովուրդը ժեխ է, ժողովուրդը թուրք է, այս մարդուն ընտրողը թուրք է, այս մարդը ընտրողը պիցայակեր է։ Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանում է ատելության կամ թշնամանքի լեզու։ Ուրեմն ինչու ընթացք չի տրվում, իրավապահ համակարգը ինչու է այդտեղ իրավապահներին հարցրեք։ Այսինքն անլուրջ են վերաբերվում այդ ամենին։ Չեմ կարող ասել լուրջ եմ։ Խոսքի ազատության տակ են դիտում։ Նաև խոսքի ազատության տակ, նաև գիտեք, Տիկին Ղազարյանը ճիշտ ասեց, նաև այնտեղ ընթացակարգեր կա, ինչքանով քո, եթե ինչ որ չգիտեմ, ինվալիդ մարդ, ասում եմ, գիտես, ես կգամ եւ ձեզ բոլորին կմոչացնեմ բանում, կառավարությունում, այդ մարդու, հա, որը ֆիզիկական արատներ ունի, չի կարելի այդ վտանգը, հա, ներկայացնել որպես իրական վտանգ։ Ես իրավաբան չեմ, բայց ես կարծում եմ, որ այստեղ օրենք ավելի շատ տի ելնի անմեղության կանխավարկածից, քան մեղավորության։ Դրա համար դրանք շատ ժամանակ չեն ստանում արձագանք, ստեղ ուրիշ խնդիր կա։ Սա բոլորը պետք է լինի քաղաքացիական հասարակության մեր բոլոր ուշադրության կենտրոնում։ Մենք չպետք է սպասենք, որ պետությունը իրավական գնահատականներ տա, դա պետք է ինքնակարգավորման ոլորտում լինի, բայց դա էլ ես նորից պնդում եմ, որ դա շատ լավ ինստիտուտ է, բայց Հայաստանում դեռ չի կայացել։ Պարոն Հակոբյան, քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարծիքի ազատ արտահայտության, տարակարծության ապահովման գործառույթ ունի համանրությամբ իրեն վերապահված, կուզեի գնահատական տայիք, որ մեր հարկերից ծնվող հանրային հեռուստաընկերությունը օրինակ այսպես համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին։ Այդ հարցը փորձում են լուսանցքից դուրս թողնել։ Ինչպես կմեք։ Ես գիտեմ այս խնդիրը, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ մենք հասկանանք բոլորիս լիազորությունների սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունը ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, եւ մենք այդ բովանդակային բաների մեջ
իրենց բովանդակային վեճերի մեջ կամ բովանդակության մեջ իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք։ Մենք իրավունքը մեր սահմանափակումը օրենսդրությամբ մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերություն պետք պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ որևէ լծակ չունենք, հասկանում կա, բայց որևէ լծակ չունենք։ Խախտում չի ինքը օրենսդրական խախտում չի։ Իհարկե շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի։ Սա շատ ճիշտ կլինի լուսաբանվի։ Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց գիտեք, առանձնացնել հանրայինը, որ մեր հարկատուի հաշվին է, ես մի անգամ ասել էի դուք նեղացեք ոնց որ թե, հա։ Տեկին հա։ Ես ասել եմ, որ բոլոր հեռուստաընկերությունները ծնվում են մեր գրպանից, որտեղ այդ գումարները, որ ակումուլացվում է, գովազդի միջոցով կլինի թե հիմնադիրների միջոցով, դա ամբողջը հասարակ հարկատուի գրպանից է գնում։ Բոլորը այդ պատասխանությունը պետք է կրեն։ Աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ հանրային հեռարձակողի բովանդակությունը մյուսներից տարբեր է։ Բայց ով պատասխանատվությունը հանրային հեռուստաընկերությանն է եւ ինքը ավելի մեծ ճիշտ է, դա համաձայն եմ իհարկե։ Պարոն Հակոբյան, Պետրոս Ղազարյանը հանրայինի եթերում Արամ Զավենիչի հետ հաղորդման ընթացքում անդրադառնում է սրբազան պայքարալուսաբանող լրագրողներին ու ռեպլիկներ է անում, այնտեղ իր շուրջը հավաքված լրագրողները, չգիտեմ շփթունքները լվացել էին թե չէ։ Ես հասկանում եմ, գիտեմ, խնդիրները շատ են, բայց Էցկայից դուրս է ես որպես կարգավորող մարմնի ղեկավար, տեսեք ես փորձեցի այստեղ որևէ անուն չեր տվել, ոչ հեռուստաընկերության, ոչ վարողի, թույլ տվեք ես իմ այդ սահմաններում մնամ, հաշվի առնելով նաև ճիշտ նկատողությունը, որ այդպիսի հաղորդումը լավ կլիներ չի վարել։ Բայց ձեր այդ իշխանությունները լավ են, եթե դուք ձեր կարծիքը հրապարակային հայտնեք, գուցե ձեզ լսեն, հատկապես որ ոդկաստ ոչ միայն հրապարակային եմ ասում, ես հրապարակային հենց շատ փափուկ եմ ասում, արտահայտում։ Իմ որոշ բաներում, փակ գաղտնի գրածներում կամ հեռուստազանգերում կամ հանդիպումներում ես ավելի կոշտ գնահատականներ եմ տալի եւ շատ ժամանակ, այո, իհարկե, ես այդ մարդն եմ եւ շատ ժամանակ ականջալուր եմ, հա։ Ինչքան հնարավոր է, ինչքանով տարբեր են մարդիկ, որովհետեւ այն դուք ինչ ասում եք այդ արատները, վերաբերում ոչ միայն հանրային հեռարձակողին, դա վերաբերում է բոլորիս։ Առնայք, եկեք դա էլ հաշվի առնենք, հա։ Մենք շատ ժամանակ թիրախ ենք բռնում եւ փորձում ենք բոլոր մեղքերը, հա, բարդել իրաց վրա, այդպես չի։ Մեր խնդիրն է։ Մեկը մյուսին պահելով, եթե մենք ավելի լավն ենք համարում հանրայինից, հա, մենք գտնում ենք, որ ինքը վատն է, հա, մենք ավելի լավ պիտի դրսևորենք էթիկայի նորմերը, հա, բազմակարծությունը, բանից խուսափելը, բուլինգից, մենք բոլորս դա անում ենք, բոլորսի նկատի ունեմ, բոլոր լրատվամիջոցները, եկեք դրանից սկսենք էլ։ Պարոն Հակոբյան, մի հարց է, քանի որ Քոչարյանի, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո քննարկվեց այդ հարցը ամենպլյուսի փակելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ձեռագիր գրված մի էջի վրա առաջարկություններ էին, իրենք այդպես երկու սենյակ էին, մի տաղավար եւ այլն, դուք չէին մտածել, մտածել էին, որ իրենք գրելու են, այսպես ասած, այդ մրցույթը որպես իրավահաջորդ, հա, գիտեմ, որ դուք չեք եղել, բայց իսկապես այդպիսին է եղել առաջարկը եւ դրա համար է զրկվել։ Ոչ միայն իրավահաջորդ, ոչ միայն։ Երբ որ մի քանի օր առաջ արդեն արտահոսք էր միգուցե եղել, որ ամեկը պատրաստում են լիցենզիա ձեռքել, այսինքն լիցենզիա չտրամադրել, իսկ ես այն ժամանակ ամեկի եւ հաճախակի հյուրն էի եւ գործընկերն էի, որտեղ չմոռանանք, որ Ամեկ պլյուսը սկսել է աշխատել, երբ որ հեռուստարադիոպետկոմի նախագահն էի, եւ մի պահ նույնիսկ երկրորդ տալիքից մի քանի ժամ 94 թվականին, թե 95-ի սկզբին մենք տվել ենք մեր որոշումով կոլեգիայի Ամեկ պլյուսին որպես անկախ հեռուստաընկերություն, իմանալով ես գնացի Ամեկ պլյուս եւ ինքս ծանոթացա ծրագրին, իհարկե դա ծրագիր չէր, ես կարծում եմ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ծրագիր լինել։ Ես չեմ խոսում դա լավն էր թե վատն էր, ժամանակ շատ է անցել, ես չգիտեի նույնիսկ իրանց մրցակիցների ծրագրերը, բայց այն կարող եմ ասել, ինչ գիտեմ, դա ծրագիր չէր։ Մեկ այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկական հագեցվածություն էր Ամեկ պլյուսը 2, Ամեկ պլյուսը գրավում էր այդ շենքը արդեն քանդված է, դա Կարմիր բանակի էր այն ժամանակ ձեր կոչվում, հետո լուսավոր չի, 15 շենքը եւ զբաղեցնում էր այդ մեծ ահռելի շենքի ամբողջ առաջի հարկը։ Այստեղ ցավոք, հա, փոքր լսարան ուներ, ասում էր։ Այն ժամանակ չափումներ դե չկային, բայց եթե փոքր լսարան ուներ, ամեկի փակվել այդպիսի աղմուկ չէր։ Հանի եւ այդ աղմուկը անդիմության կամ բանի աղմուկը չէր, դա հանրության աղմուկն էր։ Եվ իհարկե չարժեր փակել։